որի համար ամենահասարակ բաղադրիչներն են հարկավոր։ Սովորական սառը ծորակի ջուր կամ եթե այլ երկրում եք ծորակից չեք խմում, այն ջուրը վերցրեք, որ օգտագործում եք սառը վիճակում։ Սովորական ալյուր եւ աղ։ Ես օգտագործել եմ ամենահասարակ մեր սովորական ալյուրը, որ ընդհանուր ամեն ինչի համար օգտագործում ենք սպիտակուցի 10% պարունակությամբ։ Այստեղ մի կարևոր բան նշեմ, իմ դեպքում բաժակը 250 մլ ծավալով է։ Ձեր բաժակը կարող է լինել ցանկացած ծավալի, օրինակ 220 մլ, 300 մլ, միևնույն է։ Ամենակարևորը, որ եւ ալյուրը եւ ջուրը չափեք նույն բաժակով։ Տարայի մեջ մեկ բաժակ սառը ջուր եմ լցնում։ Հետո գալիս է ալյուրը, ավելացնում ենք նույն բաժակով, բայց վերևը էլի հավասար անպայման։ Ավելացնում եմ նաև մի լավ պտղունց աղ։ Մի շատ հեշտ տարբերակ էլ կա։ Տեսեք, եթե այն գրաֆինով բլենդերներից ունեք, հարիչներից ունեք, կարող եք անմիջապես հենց դրա մեջ ավելացնել բոլոր բաղադրիչները, լավ հարել ու վերջ խմորը միանգամից պատրաստ է։ Էլ հետո առանձին քամելու կարիք չի զգացվում։ Բայց քանի որ իմ ձեռքի տակ այս պահին նման հարիչ է, կաշխատեմ սրանով, բայց սրա դեպքում արդեն վերջում անպայման պետք է մանր մաղով անցկացնել, որովհետև իդեալական գեր-հարթ չի ստացվելու։ Կլինի հարթ, բայց այն իդեալական հարթությունը չենք ստանա։ Վերջում անպայման լավ մաքրում ենք մաղը, հատկապես եթե այսքան մանր է, քանի որ խմորի բավականին խիտ մասը հենց մնում է այստեղ ու դրա բացակայության պատճառով խմորի ընդհանուր խտությունը կարող է տուժել։ Վերջ թողնում եմ 15-ից 20 րոպե։ Եթե ուզում եք, որ վերջում արդեն պատրաստի վիճակում լավ խրթխրթան լինեն, լավ կլինի, որ խմորը նշված ժամանակից ավելի երկար չթողնեք։ Հակառակ դեպքում սոսնձանյութը շատ է ամրանալու ու էլաստիկություն է հաղորդելու, դա էլ խրթխրթան կառուցվածքի վրա ազդելու է, ավելի փափուկ են լինելու։ Նման վրձիններ շատ ունեմ ձեռքից տակ, տարբեր նյութերից, տարբեր խտության, բայց միևնույն է փորձեր կատարելու արդյունքում եկա եզրակացության, որ հենց նմանատիպ վրձինները շատ հարմար են։ Իդեպ տարբեր տեսանյութերում, տարբեր բաղադրատոմսերում հենց այս տեսակն են օգտագործում ու իսկապես շատ հարմար է։ Ու ընդհանրապես ցանկալի է հենց այս չափականակով պատրաստել, միանգամից շատ չպատրաստել, որովհետև մինչև պատրաստեք ու հասնեք վերջիններին, դրանք արդեն լավ կայացած սոսնձանյութ են ունենալու ու այդքան էլ խրթխրթան չեն լինելու։ Մեկ չափաբաժինը պատրաստեք, եթե կարիք կլինի, հետո նորից եւս մեկը կանեք։ Ես նույնիսկ 10 րոպեն հենց լրանում է, արդեն սկսում եմ նախապատրաստել, տապակը տաքացնել եւ այլն, որ շատ երկար չսպասեմ։ Բոլոր բլիթները պատրաստ լինելուց հետո բուսայուղով ենք պատում ու անպայման հենց տաք վիճակում վրան ծածկում ենք թաղանթով։ Կրակը պետք է ցածր լինի, սա շատ կարևոր է։ Եթե թավան շատ տաքանա, շերտը անմիջապես կամրանա ու երբ ցանկանաք որևէ տեղ շտկում անել, եւս մեկ շերտ խմոր ավելացնել, արդեն ներքևում եղած ամրացած շերտը կամ փշրվելու է դրանից, կամ էլ գնդիկների է վերածվելու, այնպես որ ավելի լավ է թավան չափազանց տաք չլինի։ Թաթախում ենք խմորի մեջ, աշխատում ենք անել այնպես, որ վրձնի վրա մնա շատ խմոր։ Չենք սեղմում թեթև, հակառակ դեպքում տաք թավայի վրա անմիջապես մազիկների հետքերը մնալու են ու ամբողջական չի լինելու։ Եթե ինչ-որտեղ ուղղելու եք, էլի չենք սեղմում, թույլ շարժումներով ուղղակի, այսպես հպելով ավելացնում ենք որտեղ պետք է։ Մինչ ձեզ բացատրում էի, թավաս մի փոքր ավել տաքացավ, քան պետք է, բայց ոչինչ, սա առաջինն է։ Այստեղ նույնիսկ գործիքներ հարկավոր չեն, հենց տեսնեք, որ տեսեք հիմա աստիճանաբար եզրից սկսում է պոկվել։ Հենց սկսում է պոկվել, հենց այդ ծայրից ուղղակի վերցնում եւ դուրս ենք բերում։ Ժամանակ առ ժամանակ էլ չոր անձեռոցիկով ուղղակի խմորի մնացորդները նախորդներից մաքրում ենք ու շարունակում։ Հա, ու նաև տապակը չափազանց սառը եւս չպետք է լինի, քանի որ դրա պատճառով նույնպես շերտը կարող է ամբողջական չստացվել։ Քսելիս կնկատեք, մի տեսակ խմորը կտրատվում է, իրարից շերտերն առանձնանում են։ Ինչպես նկատեցիք, տապակում ենք միայն մի կողմից։
Եթե հանելուց նկատեք, որ տեղ-տեղ կարծես կպած է եւ չի ուզում պոկվել, տապակից նշանակում է դեռ պատրաստ չէ, հենց ամբողջությամբ պատրաստ լինի, հանգիստ կպոկվի։ Տապակս ամբողջությամբ չոր է, այստեղ ոչինչ չենք քսում։ Մի փոքր բուսայուղն անգամ կարող է խանգարել, դրա պատճառով խմորը ամբողջական մեկ շերտով չի նստի մակերեսին ու բնականաբար բլիթն ամբողջական չի ստացվի։ Ուղղակի չոր եւ չկպչող տապակ ենք օգտագործում, սա կարեւոր է։ Տեսեք, եթե որևէ տեղ շտկելու ուղղելու կարիք կա, շատ թույլ առատ խմորով ու մի կերպ հպելով ուղում ենք, եթե ուժեղ սեղմենք, ներքևում արդեն ամրացած ու չորացած շերտը կարող ենք վնասել։ Միջուկի համար նախապատրաստել եմ աղացած հավի կրծքամիս եւ հնդկահավի միս։ Կարող եք միայն հավի միս ավելացնել, այդ դեպքում ցանկալի կլինի նաեւ ազդրամիս աղալ։ Այստեղ սոխարացն եմ պատրաստում, հենց սոխը մի քիչ թափանցիկ դառնա, կավելացնեմ նաեւ քերած գազարը։ Եվս մի փոքր բուսայուղ ավելացրի։ Այստեղ ավելացրի սև քունջուտ, մի քիչ մանր կտրատված պղպեղ եւ խառը կանաչի։ Միջուկի մեջ չպետք է խոնավություն մնա, երևի պատկերացնում եք արդեն թերթիկները յուրահատուկ կառուցվածք ունեն ու բնականաբար խոնավությանը չեն դիմանա։ Արդեն պատրաստ է, ամենավերջում ասեմ, որ նաեւ բալզամիկ քացախ ավելացրի, չգիտես ինչու, բայց հատկապես հավի մսի հետ շատ եմ հավանում։ Ժողովուրդ ջան, բազմաթիվ անգամներ եմ սա փորձել վերջին շրջանում տարբեր միջուկներով, բայց երբևէ այս ապակե լապշան, ինչպես ասում են, չեմ օգտագործել հենց այստեղ։ Առանձին շատ ենք սիրում, հաճախ եմ պատրաստում, բայց քանի որ դասական է համարվում, այս անգամ սա էլ կավելացնեմ միջուկին։ Հիմա ուղղակի վրան եղմանջուր կլցնեմ մոտավորապես 2 րոպե ու այդպես կթողնեմ։ Շատ երկար չենք թողնում, որ հանկարծ լպրծուն չդառնա ու կառուցվածքը չփոխի։ Դուրս ենք բերում եւ անպայման լվանում ենք սառը ջրով։ Հետո կկտրատեմ, որպեսզի ուղղակի ուտելը հարմար լինի։ Դուք արեք ինչպես կցանկանաք ու ինչ չափսի կցանկանաք։ Ավելացնում եմ խճողակի մեջ, որը իդեպ այս պահին դեռ շատ տաք է։ Իդեպ բաղադրիչները կամ գործողությունների հերթականությունը հիշելու կարիք չկա։ Ես ամբողջ ինչպես միշտ կգրեմ տեսանյութի ներքևում։ Արդեն ավարտեցի, իդեպ այն բլիթները, որ ամենավերջում ցույց տվեցի, գրեթե 4 չափաբաժնից էին։ Մեկ չափաբաժնից բավականին քիչ է ստացվում, գուցե 10 հատ կամ մի քանիսը դրանից ավել, արդեն կախված է տրամագծից։ Բլիթները բավականին էլաստիկ են, ինչպես տեսակ, շատ հեշտ են փաթաթվում, բայց շատ ձիգ չփաթաթեք, քանի որ սովորական բլիթների համեմատ իհարկե մի փոքր պակաս էլաստիկ են, այնպես որ շատ չենք ձգում։ Մինչ այս պատրաստել եմ միայն աերոգրիլում, քանի որ մեծ չափաբաժին չեմ նախապատրաստել, դրել եմ մոտավորապես 12-14 րոպեով եւ 190-ից 200 աստիճանով։ Կամ ուղղակի հետևեք, պետք է լավ կարմրեն եւ խրթխրթան դառնան։ Այս անգամ արդեն կպատրաստեմ ջեռոցում։ Մի քանի հատիկը չտեղավորվեց, աերոգրիլում կպատրաստեմ։ Սա պատրաստեցի աերոգրիլում 14 րոպեում 200 աստիճանով։ Սա արդեն ջեռոցում է պատրաստվել 14 րոպեում, էլի 200 աստիճանով կոնվեկցիայի ռեժիմով։